Ապրիլի 24-ից մայիսի 31-ը Բերլինի Մաքսիմ Գորկի թատրոնում անցկացվեց 100+10 հայկական այլաբանություններ միջազգային փառատոնը։ Հայաստանում և Սփյուռքում բնակվող նաև արտասահմանցի արվեստագետները կերպարվեստի, գրականության, կինոյի, թատրոնի և երաժշտության միջոցով ներկայացրել էին հայոց ցեղասպանության և արցախյան պատերազմների հետևանքները։ Գաղափարի հեղինակը Մաքսիմ Գորկի թատրոնի գեղարվեստական ղեկավար Շերմին Լոնգհոֆն էր։ Փառատոնը ներառում էր հայկական ժամանակակից արվեստ, թատրոն, գրականություն և կինո, և դա ըստ երևույթին հայկական մերօրյա արդի մշակույթի ամենամեծ ներկայացումն էր Գերմանիայում, թերևս վերջի 10 տարիների ընթացքում։ Դրա նախադեպը եղել է 10 տարի առաջ, ցեղասպանության 100-ամյակին, նույնպես Մաքսիմ Գորկի թատրոնում, և սա, այսպես ասած, փորձ էր տեսնելու, թե ուր ենք մենք հասել 10 տարի անց։ Հայ ժամանակակից արվեստին նվիրված ապագա ապառնի հայկական արվեստ հետևանքներից ցուցադրությունը ներառում էր 37 արվեստագետի ավելի քան 70 աշխատանք։ Դրանց թվում էին նաև Հայաստանի ազգային պատկերասրահի գանձերը։ Գծանկարները այդ պատմական խարիսխն էին ողջ ցուցահանդեսի, որի միջոցով նախ եւ առաջ ցույց ենք տալի, թե ինչպես է այդ աշխատանքը պատմության եւ պատմական ողբերգությունների հետ, բայց նաեւ հիշողության փոխանցման, դիմադրության հետ կապված ջանքերը մեր մշակույթում եւ մեր արվեստում կրում հետեւողական եւ շարունակական բնույթ, ինչպես է արվեստը դառնում պայքարի եւ դիմադրության գործիք։ Վիգեն Գալստյանը փաստում է, եվրոպացի արվեստասերն ընկալել է ասելիքը, հետաքրքիր երկխոսություն է ձևավորվել։ Արձագանքները շատ դրական են նաև այն առումով, որ փորձ չէր արվում շեշտադրել մեր կամ եվրոպացիների միջև տարբերությունները կամ ինչ-որ հայկական ինքնության խնդիրներ կամ ձևեր առաջ քաշել, այլ ցույց տալ մարդկանց ժամանակակից ժողովրդավար երկրում եւ մշակույթում ապրող, դրանից բխող դուրս եկած մարդկանց, որոնք չափազանց մեծ պատմական մարտահրավերների համար փորձում են ձևավորել պայքարի եւ դիմադրության լեզու, եւ դա այսօր ամբողջ աշխարհով մեկ է ակտուալ, ինչ ներգործություն կարող է ունենալ արվեստը։ Բերլինյան փառատոնը դարձավ յուրօրինակ հարթակ, որը հնարավորություն տվեց համախմբվել եւ շուրջ 1 ամիս բարձրաձայնել կարևոր խնդիրներ արվեստի միջոցով։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։